Ես իմ արած գծագիրն է, ես ներկա պահին աշխատում եմ, արևային պանելներ եմ գծագրում ամերիկյան տների վրա ու կուզենայի հետագայում սկսեի իմ բիզնեսը։ Գլուխ չի գովում Ալեքսը դեռ աշակերտ արդեն գումար է աշխատում, որպեսի հենց հնարավոր եղավ սեփական բիզնես բացի, դպրոցից արձակուրդի այս օրերին մասնակցում է կանաչ տեխնոլոգիաների ստարտափ հիմնելու բութքեմփի։ Երրորդյա ճամբարը երիտասարդների համար կազմակերպել են վերականգնվող էներգետիկայի ոլորտում ձեռներեցության Green Tech Academy ծրագրից։ Մեր նպատակը մեկ տարվա ընթացքում ստեղծել 10-ից 15 ստարտափ նորարարական լուծումներով, որոնք միտված կլինեն էներգետիկ ոլորտի արտիխնդիրների լուծմանը։ Նախագծի շրջանակում ինտենսիվ պարապմունքի մասնակիցները կսովորեն ինչ թիմ է պետք հավաքել, որ բիզնեսի լավ գաղափարը հաջողի։ Ստարտափի ինչպիսի մոդելներ կան, ինչպես ներդրումներ գրավել, ֆանդրայզինգ կազմակերպել։ Գիտելիքների մյուս մեծ բաժինը վերաբերում է էներգետիկային։ Դասախոսություններին կներկայացնեն արևային պանելներից բացի Հայաստանում վերականգնվող ինչ աղբյուրներ, տեխնոլոգիաներ կարող են շահագործվել։ Մենք ուզում ենք մարդկանց ընդհանուր պատկերացում տանք վերականգնող էներգիայից եւ էներգարդյունավետությունից։ Դրանից բացի Green Tech աշխարհը ինչ է իր մեջ ներառում, ինչ մտքեր կան, որ մեր ծրագրի հետ կարան դիմեն ու նաեւ մեծ առաջընթաց ապրեն։ Ստարտափ ստեղծելու քայլեր ուսուցանող կրթական այս ճամբարն անվճար է, մասնակիցների մի մասը Երևան մարզերից է եկել։ Գևորգ Նորինակ Գյումրիից է, ինժեներ չէ, բայց գիտի շատերի համակարգչային օգնական AI-ը էներգիայի որքան մեծ ծախս է պահանջում, ինքը կարող է նման հաշվարկներ անել, ֆինանսիստ է։ Ներկայիս դրությամբ ինքը զբաղվում է մի քանի պրոյեկտներով, փորձում եմ արդիականացնել եւ նաեւ եթե հնարավոր լինի կանաչ էներգիայի հետ ասոցացնել, որ ավելի մաքուր լինի։ Ճամբարային պարապմունքներն անցկացնող Green Tech Academy-ն ԱՏԾՄ-ի ծրագրերից է, իրականացնում են Եվրամիության եւ Գերմանիայի տնտեսական համագործակցության կառույցների համաֆինանսավորմամբ։ Բութքեմփից հետո մասնակիցները թիմեր կկազմեն, հաքաթոն կանցկացվի, որի հաղթող նախագծերը 40,000 եվրո մրցանակային ֆոնդից դրամական աջակցություն կստանան, ոգևորում է ծրագրի ղեկավարը։ Առաջի 3 տեղի համար կպայքարեն, յուրաքանչյուրի համար 10,000 եվրո ունենք կրթաթոշակ։ Իսկ հեքեթոնին, արդեն մեր մյուս փուլին, որը բութքեմփից հետո ենք իրականացնելու, հեքեթոնն է, որտեղ որ 10,000 եվրոն կբաշխվի լավագույն թիմերի մեջ նույնպես։ Վերականգնվող էներգետիկ լավագույն գաղափարով ստարտափերը Green Tech-ում նաև ինկուբացիոն փուլ կանցնեն, ստանալով անհատական մենթորություն։ Հերմինե Բաղդասարյան, Արտակ Գևորգյան, լուրեր։